Անպայման առանձին կապրեք, լսում ես աղջիկ ջան, անպայման, էսի ասում են մամաները, բայց մամաներ ջան մի բան հարցնեմ, լավ որ ձեր աղջիկներին ասում եք անպայման առանձին կապրեք, հո չես գնալու իրա ծնողների հետ ապրես, քաքերը մաքրես բան, բայց տղեն երբ որ ամուսնանում է, ասում եք մեր հետ, ուրիշ թե առանձին հո չես ապրելու, գալու ես մեր հետ, չէ, մեր հետ պիտի ապրի տղեն, բա ոնց, բայց ինչի է տենց անարդար, ու այդ նույն բանը կարող ասի նույն մաման, որ համ տղա ունի, համ աղջիկ, աղջկան ասում է առանձին պետք է ապրես, բայց այդ աղջկա մարդն է տղա է, չէ, էլ ծնողներ ունի, բայց իր տղեն պետք է իր հետ ապրի անպայման։ Լավ, ինչի է այդքան անարդարը, մի հատ ասեք, ինչ եք տենց անում, լուրջ եմ ասում, չեմ հասկանում։ Տղա ջան, հո ուրիշ տեղ չեք ապրելու, անկապ տանեք տան վարձ տակ բանանեք, մաման կապրեք, մամայի կողքը, պապայի կողքը, մենք ձեր հետ կլինենք, երեխեքին կնայենք, ճաշերը կեփենք, էս կանենք, այն կանենք, հարսին էլ կպահենք։ Այդ վիճակների մեջ էլի, ձեռի տակ։ Հարսը ուր գնա առանձին ապրի տղուն տանի ձեռից։ Տղու տանելու է, արդեն տարել է, որ ամուսնացել է տղեդ, արդեն տարել է ձեռից հետ։ Ժորժ ջան, լավ, կատակը մի կողմ, բայց մի հատ բացատրեք էլի ինչի է այտենց էլի ստացվում։ Շնորհակալություն։